Ինքնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու մասին։ Հանրապետության տոնի արքին գիտության և կրթության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի երկարատև անցնվել և բեռնավոր գործունեության համար Շիրակի Միքայել Մեղմեդյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկա, ֆիզիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ ամբիոնի պատվավոր վարիչ Սամվել Հովհաննես Սարգսյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։
Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության խորհրդական Անահիտ Արիստակեցի Թովմասյանը վարդյվատրվել մխիթար ոչնի մեդալով։ Հանրապետության տոնի ակի, ծառայության ընթացքում ցուցաբերած նվիրումի, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ Ռուսլան Ռաֆիկի Մարանդյանը պատրվատրվել է մխիթար ոչնի մեդալով։ Ոստիկանության, քրեական ոստիկանության գլխավոր վարչության, հետախուզության, ծայրահեղականության և տրաֆիկի դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռաֆայել Արաքայցի Պողոսյանը։ Ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, հսկողության վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյան։ Օպերատիվ գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ փոխգնդապետ Հրաչ Սրիկի Բազյանը։ Ոստիկանության բարեկային ծառայության Լևատունիքի մարզի գումարտակի առաջին դաշտի հրամանատար ոստիկանության մայոր Սերգեյ Ժոլկի Զաքարյանը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հրկարար ծառայության Լոռու մարզային հրկարարական վարչության Սպիտակի հրշեջ հրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ հրկարարական ծառայության մայոր Արգամ Անաստասի Հակոբյանը պատրվատրվել է երախտագիտության մեդալով։
աշխատակազմի առաջին բաժնիպետ Մարինա Բերնիշ-Սարքոյանը պարգևատրվել է երաժշտության մեդալով։ Հանրապետության տոնի արդյունք քաղաքացիական ավիացիայի զարգացման գործում ներդրած ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար երաժշտագիտության մեդալով պարգևատրվել են օդաչու հրամանիչներ Գրիգոր Կարլենի Հայրապետյանը, Իշխան Սերգեյ Թումասյանը, Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի մեծարգո նախագահ, Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ, օրենսդիր, գործադիր դատական իշխանությունների հարգելի ներկայացուցիչներ, ձեր այդ գերազանցության դեսպաններ, հարգելի պարգևատրվածներ, սիրելի ներկաներ։ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մայիսի 28-ի Հանրապետության օրվա տոնայարդիվ։ 1918 թվականի այսօրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը, հիմնելով Հայաստանի առաջին հանրապետությունը։ Չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին, առաջին հանրապետությունը անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր ազգային ուղու վրա, դառնալով անկախ պետականություն կերտելու փորձառության եւ ազատության ինքնիշխանության սկզբունքների հենարան։ Առաջին հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվար իրավիճակներում հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այսօր էլ մենք շարունակում ենք մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության, մեր քաղաքացիների ազատության եւ ինքնության պահպանման պետական հիմնքերի ամրապնդման։ Առանց նվիրյալների, առանց առանձին մարդկանց անձնուրաց եւ հայրենանվեր աշխատանքի, առանց պետության աջակցության եւ համատեղ պայքարի անհնար կլիներ հաղթահարել գոյություն ունեցող դժվարությունները եւ առաջ շարժվել։ Այս նշանակալի օրը մենք նորովի արժևորում ենք մեր պետականության հիմքերը եւ այն մարդկանց, ովքեր իրենց անմնացորդ նվիրումով ու պրոֆեսիոնալիզմով ամրապնդում են մեր հանրությունը։ Ձեր աշխատանքը լի պատասխանատվությամբ, գիտակցումով ու հետևողականությամբ պետականորեն բարձր գնահատականի արժանանում, որովհետեւ այն ծառայում է հանրային բարիքին, ազգային առաջընթացին եւ ընդհանուր նպատակներին։ Հայաստանը հզոր պետություն դարձնելու ճանապարհը սկսվում է հենց այսպիսի մարդկանցով, իրենց մասնագիտությանը նվիրված համեստ ու տոկուն աշխատանքով, ովքեր գիտեն, իրական արդյունքը ձևավորվում է ամենօրյա ձգտման ու շարունակական ջանքի շնորհիվ։ Անկախ նրանից, դուք աշխատում եք պետական կառավարման, գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության, առողջապահության կամ այլ ոլորտում, ձեր ներդրումը մեծ արժեք ունի մեր հասարակության եւ պետության զարգացման գործում։ Ուժեղ եւ կայուն պետություն կարող է ունենալ միայն այն հասարակությունը, որի յուրաքանչյուր անդամ գիտակցում է իր դերը եւ ձգտում է լինել ավելի արդյունավետ, ավելի բանիմաց,
ավելի պատրաստական։ Թող այս պարգևները լինեն ոչ միայն գնահատանքի նշան, այլև նոր ներշնչման աղբյուր, շարունակելու ձեր ուղին նույն նվիրումով եւ պատասխանատվությամբ, ի նպաստ մեր երկրի եւ ժողովրդի բարեկեցության։ Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության բարձր պետական պարգևների արժանանալու առթիվ։ Մաղթում եմ առողջություն, ուժ, նոր հաջողություններ եւ խաղաղ ու ապահով ապագա։